Ողջույն Երագի Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ փաստաբան Զարուհի Փոստանջյանին։ Բարև Տիկին Փոստանջյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալություն։ Սիրով։ Տիկին Փոստանջյան, Նիկոլ Փաշինյանն օրերս քարոզարշավի ժամանակ նաև թիրախավորել է ձեզ ու մի շարք այլ գործիչների, նրա բառապաշարը չմեջբերեմ, բայց վիրավորանքներից զատ ձեզ Ռաֆի Հովհաննիսյանին ու մյուս ընդդիմադիրներին մեղադրում է ժողովրդին գիտակցված պարտության տանելու մեջ։ Ինչպես եք վերաբերվում այս հայտարարությանը Փաշինյանի, ձեր կարծիքով ինչու հենց այս փուլում հենց հիմա հայտնվեցիք Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Ճիշտն ասած, ինձ համար էլ է տարօրինակ, որովհետև նման վարքագիծ դրսևորել է այն պայմաններում, երբ ես իր քաղաքական հակառակորդը չեմ, ոչ առաջադրվել եմ, ոչ մասնակցում եմ այս 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին, ոչ էլ երբևիցե որպես նախագահի թեկնածու եմ առաջադրվել, այսինքն եթե նույնիսկ առաջադրված լինեի եւ որպես ընդդիմություն իշխանությունը չկարողացած լինեի վերցնել եւ որոշումներ կարողանայի կայացնեի, նույնիսկ այդ գործընթացներում ներգրաված անձամբ չեմ եղել երբևիցե։ Այսինքն այդպիսի հայտարարություններ անելը իմ հասցեին շատ տարօրինակ է։ Այստեղ ուղղակի մի հիմնավորում կարող եմ մեջ բերել, որ նա գտնվում էր Երևանի լավագույն թող ուներեն բոլոր մնացած համայնքի ներկայացուցիչները վարչական շրջանների, նա գտնվում էր Արաբկիր համայնքում, երևի թե գիտի, որ Արաբկիր Ավանը, որը հետագայում դարձավ Երևանի ամենալավ վարչական շրջաններից մեկը, հիմնադրել են իմ պապերը եւ գտնվում էր իմ բնակարանից մի քանի մետր հեռավորության վրա, երևի դա էր նաև այն, որ ինձ տեսավ, հիշատակեց, հիշեց, մեջ բերեց, ինչ որ ասոցացվեց, ինչ որ հարցերի հետ, միգուցե դա է, որ հիշեց, բայց բացի այդ, ես երբևիցե այս 8 տարիների ընթացքում նրա հետ ֆիզիկական այսինքն շփում չեմ ունեցել, ես երբևիցե չեմ գտնվել մի վայրում, որտեղ ես եւ ինքը գտնվել ենք նույն տարածքում եւ հնարավորություն ենք ունեցել իրար տեսնելու բայց ինքը ինձ փաստորեն այդ օրը հիշեց, տեսավ, հիշատակեց, սա ինչ է նշանակում, որ այս ընթացքում, որ ես իր հետ ֆիզիկապես որևիցե շփում չեմ ունեցել, բայց ունեցել եմ հեռակա շփումներ, դուք երևի թե տեղյակ եք, որ նա ինձ դատի էր տվել, իմ հրապարակային ելույթի համար, որ ես ասել էի, որ ինքը մեր հողերը հանձնել է, գործակալ է եւ այլն այս հայտարարությունների համար, նա ինձ դատի էր տվել եւ պահանջել էր մեծ գումար, որը նաեւ պահանջել էր, որպեսզի ես իրեն այդ հայտարարությունը պետք է հերքեմ եւ հետագայում նաեւ իմ նկատմամբ քրեական վարույթ էր հարուցել, այդ վարույթի շրջանակում անցյալ տարի դեկտեմբեր ամսին դատական ակտը դատավճիռը ինձ մեղադրող դատապարտող մտավ ուժի մեջ եւ այս տարի ինքը փորձում էր ինձ նաեւ այդ հիմքով հավանաբար դա էր իր նաեւ մոտեցումը, որպեսզի ես չկարողանամ նաեւ գործնեություն ծավալեմ իրավապաշտպան ասպարեզում, նա ուզում էր այդ դատավճիռը շահարկել եւ ես իհարկե դատավճիռի պահանջներ մուծել շուրջ 600,000 դրամ գումար, ես այդ գումարը մուծեցի, հիմա այս վերջերս նոր եմ ստացել, նաև ուզում է իր կողմից վարձված փաստաբանների գումարը, իսկ փաստաբանների վարձը պետք է փոխանցվի այն կազմակերպությանը, որը պատկանում է իր նախկին ենթականերին, Կարեն Անդրեասյանին եւ Գրիգոր Մինասյանին,
Եվ հիմա այս վերջերս երևի դրանով պայմանավորված է նաև հիշել կամ ինչ-որ մի բան է իր մեջ տեղաշարժվել, ստացել եմ այդ կատարողական թերթիկը այդ գումարների հետ կապված, այլ շփում ես նրա հետ չեմ ունեցել այս տարիների ընթացքում, եւ եւս մեկ շփում կարող եմ ասել, որ միջնորդել էի վարույթն իրականացնող մարմնին, երբ ամուսնուս մեքենան մեր բակում չգիտեմ հիշում եք թե չէ տեղյակ եք այդ դեպքից 2021 թվականին գիշերը եկան վառեցին պայթեցրեցին եւ այդ գործի շրջանակում միջնորդություն էի ներկայացրել թե ում եմ կասկածում եւ կասկած էի հայտնել իր եւ Աննա Հակոբյանի վերաբերյալ որ հնարավոր է պատվիրատուները իրենք լինեն որովհետեւ պատվիրատուն մինչ այս պահը པարզ չէ ով գումար էր վճարել որպեսզի այդպիսի գործողություն կատարեին այսինքն բացահայտված չէ ովքեր որ կատարել էին այսինքն եկել էին մեր բակ այդ գործողությունը կատարել են, դրանց հայտնաբերել էին, որովհետև կային խցիկները տեսագրել էին։ Սա է եղել իմ առնչությունը իր հետ։ Մնացած առումներով իհարկե հանրային խոսքում ես մշտապես քննադատել եմ, չէի կարող չքննադատեի։ Միգուցե չի մոռացել ապրիլի այն օրը, որ ինքը Աննա Հակոբյանը թույլ չտվեց, որ ես հիշում եք ինչպես իմ ձեռքս վնասեց, իրենց մոտ հավանաբար այդ հպումը ֆիզիկական տարածված է, որ կարող են մարդկանց ֆիզիկապես փորձել ինչ-որ ձևով արգելափակել, չգիտեմ, անբացատրելի է։ Այսինքն մի կողմից կարող ենք բացատրել տագնապը, այդ վերաբերմունքը հասարակության, արաբկիրը այն համայնքն է, որը մշտապես ընդդիմադիր քվե է հայտնել իշխանություններին, դա այն համայնքն է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մարդիկ կաշկանդված չեն իրենց կարծիքը արտահայտեն եւ այդ օրը ամբողջ օրը արաբկիր համայնքում նա բախվել է մերժողական տրամադրությունների եւ այդ մերժողական տրամադրությունների հավանաբար կուլմինացիան այդ վերջի հավաքներ, որտեղ ինքը ինձ հիշեց։ Իսկ դուք պատրաստվում եք այդ հայտարարությունների համար իրեն դատի տալ։ Ես արդեն որոշ գործողություններ ձեռնարկել եմ, իհարկե, նա ոչ միայն ինձ վիրավորում, զրպարտում է եւ անպարկեշտ հայտարարությամբ է հանդես գալիս իմ հասցեին, որպես իմ քաղաքական գործնեության այդ տիրույթում, այլ նաեւ որպես փաստաբան է նա նաև խոսում եւ այստեղ գիտեք երբ ես որպես իրավապաշտպան մղումներով գիշերը Աննա Հակոբյանի խնդրանքով գնացել եմ կոշքրակատարողական հիմնարկ եւ այդ ժամանակահատվածում ես նոր երեխա է ունեցել եւ կրծքով է կերակրում, ով որ կրծքով կերակրում է, նա կհասկանա ինձ, ինչ է նշանակում, որ կրծքով երեխային կերակրող մայրը ժամեր շարունակ, շուրջ 1 գիշեր երեխային չի կերակրում, երեխան սոված է եւ ինքն էլ տարապում է, այսինքն կաթի այդ տարածությունից, քարացումից։ Ես այդ պայմաններում անցկացրել եմ կոշքրակատարողական հիմնարկում, որովհետև այդ տագնապը, որը Աննան հայտնեց, որ պետք է գնալ, խնդրել է, ես չէի կարող մերժեի, բայց միևնույն ժամանակ այնպես չէր, որ ես կիսում էի նրա հայացքները կամ իրեն որպես իր գործնեության հետ կապված ինքը այդ ժամանակ պատգամավոր չէր, այնպես չէր, որ ես իր քաղաքական թիմի անդամ էի կամ ինչ-որ հայացքներ կամ տրամադրություններ կիսող էի, ոչ, ես գնացել էի ի պաշտոնե, որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, ով իրավունք ուներ այդ գիշերվա ժամին մուտք գործել
հրակատարողական հիմնարկ, գնացել էի նրա մոտ որպես իրավապաշտպան, որպես սկզբունքներ հարգող եւ սկզբունքները գերակայությունը այդ սկզբունքների նաև հետևող անձ ես գնացել էի հրակատարողական հիմնարկ, այսինքն տվյալ պարագայում ինձ մեղադրել իմ նաև իրավապաշտպան եւ փաստաբանական գործունեության մեջ եւ հեգնել իմ գործունեությունը, որը հատուկ գործունեություն է, այսինքն փաստաբանը ունի հատուկ կարգավիճակ, որը պաշտպանված է եւ միջազգային իրավական ասպեկտով եւ նաեւ միջազգային, այսինքն դու երբ բղավում ես հանրության առջև ինձ փորձում ես այդ տիրույթում նաև ճակերտավոր դասեր տալ, իհարկե իր այդ հայտարարությունները արձագանքը լինելու է, պատասխանը լինելու է համապատասխան ընթացակարգերով, միանշանակ եւ նաեւ ատելության խոսքի հետ կապված, սա նույնպես քրորեն հետապնդելի արարք է, փաստորեն այդ օրը ինքը գտնվելով իմ պապերի հիմնադրած համայնքում, այնտեղ ոչ մի բնակչություն չի եղել, երբ Արևմտյան Հայաստանից գաղթած արաբկիրցիները առաջի կազմակերպված ներգաղթն է եղել Խորհրդային Հայաստան եւ իմ պապերի հիմնադրած համայնքում ինքը այդ օրը ուղակի աչ ու ձախ, փաստորեն այդպես է ստացվում, ես նայում եմ տեսանյութերը, նայում եմ խոսքերը, դրանք բոլորը եղել են հրապարակային ատելության խոսք եւ բռնության նաեւ, այսինքն սրանք քրորեն հետապնդելի արարքներ են, գիտեք, մեր քաղաքացիներին խոսքի ազատության համար բավականին բազմաթիվ քաղաքացիներ դարձել են, եթե ոչ հազարավոր, խոսքի ազատության զոհեր, հենց այդ ճակերտավոր իբրև թե նրանք տարածել են բռնության խոսք կամ ատելության խոսք, մինչդեռ երբ բարձրաստիճան պետական պաշտոնյան է այդպիսի հայտարարություններով հանդես գալիս, նա ոչ միայն այդ կոչով է, նրա խոսքը արդեն հստակ ուղերձ է իր ենթականերին, այսինքն իրավապահ մարմիններին եւ այլին, մենք հիմա տեսնում ենք, այսօր էլ եմ ես լսել, այսօր էլ արդեն սեփականության իրավունքի ոտնձգությունների մասին էր խոսքը, երբ նման խոսքեր ենք մենք լսում, մենք հասկանում ենք, որ ստեղ ունենք արդեն խնդիր նաև իրավապահ համակարգում, դատախազը պետք է արձագանքի, ինչ որ մի նյութ տեսա, որ մարդու իրավունքների պաշտպանը ինչ որ հայտարարություն է տարածել, բայց այստեղ արդեն իրավապահ մարմինները պետք է նախաձեռնեն քրեական վարույթներ։ Գիտեք, երբ ես հայտարարեցի Սողոմոն Թելերյանի գործողության օրը 100-ամյակին Աչափնյակ վարչական շրջանում իր կիսանդրիի մոտ, որ ինչ է եղել, ինչպես պետք է լինի այսօր մեր հասարակությունը, ինչպես պետք է արձագանքի, շատ կարևոր է, որ այս պատմությունը իմանան Սողոմոն Թելերյանի նաև արձանները տեղադրված լինեն, պատմությունը մեր հասարակությունը իմանա, իմ նկատմամբ պատկերացրեք նախաձեռնվեց քրեական վարույթ, որ իբրև թե ես Սողոմոն Թելերյանի պատմությունը հիշատակելով, թե ինչպես է Բերլինում այդ գործողությունը կատարվել, ինչպես է ցեղասպանը սպանվել եւ այդ պատմությունը պատմելու հայտարարությամբ հանդես գալու պատճառով ես քրորեն հետապնդվելի գործառույթների մեջ էին ներգրավել։ Իմ նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական վարույթ։ Ես մեղադրյալ էի, ես իհարկե հետո արդարացվեցի, բայց այսինքն պատկերացրեք պատմությունը պատմելու համար այդ դեպքի ես իբրև թե բռնության կոչեր էի տարածել, ում նկատմամբ Էրդողանի, Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի, իբրև թե իմ տուժողները, բայց տուժողը չէին ճանաչել, իբրև թե նրանք էին, եւ այս դեպքով, բայց հիմա փաստացի
այդ սպառնալիքները եւ խոսքերը հնչում են կոնկրետ անձանց նկատմամբ ոչ թե պատմություն պատմելու, այլ ասվում է, որ էս եմ անելու, այս սա Սակացնելու եմ, այսինքն ինքը այդ բռնության կոչը իրական է, գիտեք ինչ իմաստով նաև, որ նա պաշտոնատար անձ է, այսինքն ինքը նաև ունի լծակներ, այդ բռնություններ վերաբերյալ, որ ինքը հայտնում է, ունի լծակներ, որ կարող է իրականություն դառնալ, որովհետև մենք նաև տեսել ենք, չէ, մեր հասարակության մեջ այս 8 տարիների ընթացքում նաև արդյունք չասենք, արդյունքը լավ դրականի իմաստով է, հետևանքները, թե իր հայտարարություններից հետո ինչն են ականատեսը եղել։ Հետևաբար մենք պետք է զգուշավոր լինենք եւ դատախազը երբ նման հայտարարությունները լսում է եւ չի արձագանքում, նա էլ իր հերթին թույլ է տալիս փաստորեն անգործություն, որը նույնպես քրորեն հետապնդելի արարք է այս դեպքում։ Տիկին Խոստանյան, դուք արդեն ձեր խոսքը անդրադարձաք դրան, դուք տարիներ շարունակ պաշտպանել եք Փաշինյանի իրավունքները, թույլ չեք տվել կալանավայրում խոշտանգվի նա եւ հիմա տեսնում եք թե ինչպես է, այսպես ասած շնորհակալություն հայտնում ձեզ։ Հիմա որ հետ հայացք եք գցում, չեք ափսոսում, որ երբևէ պաշտպանել եք Փաշինյանի իրավունքները եւ եթե այնպես լինի, որ իշխանափոխությունից հետո կրկին հայտնվի բանտում, նորից կպաշտպանեք նրա իրավունքները։ Տեսեք, Փաշինյանի իրավունքները դա ինքը կոնկրետ այդ ես հիշատակեցի, որ ես իր հայացքները երբեք չեմ կիսել, իր հայտարարությունների հետ կապված ես ունեմ նաև խնդիրներ, դրա մասին բոլորը գիտեն, այդ թվում նաև հետագայում, երբ նա ազգային ժողովում էր, ես իր հետ իր կողմից հայտարարությունները նաև չեմ ընդունել, բացի այդ բոլորը գիտեն, որ նա եկել է, ցանկացել է, որպեսզի ես իրենց հետ համագործակցեմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, հետագայում նաև Երևանի քաղաքապետի ընտրություններում, ես դրանք բոլորը մերժել եմ, այսինքն ինձ համար քաղաքականության մեջ եւ ընդհանուր տրամաբանության մեջ քաղաքական ոչ իր սկզբունքներն եմ ես կիսում, ոչ չգիտեմ էլ իր քաղաքական ծրագիրը որն է, որովհետեւ անընդհատ ինքը կարա փոխի ամեն ինչ, այսինքն անհայտ է նա ինչ քաղաքական ծրագիր ունի եւ անհայտ է ինչ սկզբունք, այսինքն սկզբունքները արդեն ինձ համար հասկանալի է, որ ինչպիսին են, ես չեմ կարող ինչ-որ սկզբունքայնության հետ կապված խնդիր կա, այդտեղ նույնպես, հետևաբար չկիսելով իր հետ, բայց իր իրավունքներն ու տագնապը գիշերվա, ես արձագանքել եմ և որպես իրավապաշտպան և ի պաշտոնե, այսինքն սա է եղել, իսկ ինչ վերաբերում է փաստաբան լինելը, փաստաբանը ինքն է ընտրում ում պաշտպանի, այս դեպքում արդեն ինքը պետք է մտածի հիմա, ով է իրեն ապագայում պաշտպանելու եւ այստեղ շատ դժվար է լինելու, որովհետեւ իրեն պաշտպանողները այլևս թե ինչ որակով կպաշտպանեն, շատ մեծ հարցականի տակ է լինելու։ Սա շատ կարեւոր է եւ կարեւոր սկզբունք է, այսինքն գիտակից, գրագետ, մարդու հասարակության հետ մենք պետք է գործ ունենանք, որովհետև եթե ուզում ենք արդար դատաքննություն, ապա արդար դատաքննության համար անհրաժեշտ են պաշտպաններ, դա միանշանակ է, եթե բացակայում է պաշտպանի մասնակցությունը, այդ արդար դատաքննությունը մեծամասամբ լինելու է կասկածի տակ։ Հետևաբար ինքը իհարկե պետք է ունենա պաշտպան, ես կողմ եմ, որ ինքը ունենա պաշտպան, բայց տվյալ դեպքում ես պաշտպան չեմ լինի, ես կարծում եմ, ես տվյալ դեպքում լինելու եմ մեղադրական կողմում։ Իսկ ափսոսում եք հիմա այդ օրինակ այդ գիշերվա համար, որ գնացել եք, թողել եք ձեր երեխային ու գնացել եք Նիկոլ Փաշինյանի տեսակցության։ Շատ բարդ է ասել, որ ափսոսում եմ, բարդ է ասել, որ չեմ էլ ափսոսում։ Այնուամենայնիվ այդ օրվա համար ես չեմ ուզում փոշմանել իմ արածներից, ես ինչ որ արել եմ անկեղծ,
որպես եւ պարտականություն եւ որպես իրավապաշտպան։ Ինչ որ արել եմ, անկեղծ եմ արել։ Տիկին Փոստանջյան, ինչու է Փաշինյանը ներկայումս փորձում մոռանալ իր անցյալը եւ թիրախավորել այն մարդկանց, ովքեր եղել են իր աջակիցները, թիմակիցները, գաղափարակիցները, ինչ նպատակ է սա հետապնդում։ Դե գիտեք, մի ասացված կա, չէ, որ ասում է քո այդ տեղից մարդ չկա, ինչքան կարող ես երևի ինչ որ հեքիաթներ պատմես, ստել կամ խաբել, երբ տեսնում է, որ իրեն ճանաչողները կան, հավանաբար միգուցե դա է նաև։ Ամեն դեպքում մենք իրեն ճանաչում ենք։ Ես իրեն ճանաչում եմ։ Անկախ նրանից, ես այդ ճանապարհ չեմ գնացել, բայց ես իրեն ճանաչում եմ։ Ես իրեն տեսել եմ մարտի 1-ին։ Ես իրեն տեսել եմ շատ բարդ այդպիսի նյարդայնացած տագնապային վիճակում։ Ես իրեն տեսել եմ ազգային ժողովում, տարբեր քվեարկությունների ժամանակ, տարբեր ելույթների ժամանակ։ Ես իրեն ճանաչում եմ, չէ՞։ Ովքեր որ իրեն ճանաչում են, եւ այդ ծանոթությունից ինքը չունի որևիցե պայմանավորվածություն, ունի կաշկանդվածություն եւ իմանալով ծանոթ լինելով ինքը ինձ դատի է տալիս, չգիտեմ, հիմա էլ պատկերացրեք հարաբերությունները, հիմա էլ փաստաբանի ինչ որ գումարներ ա ուզում եւ այլն, հիմա այս պարագայում հավանաբար ինքը կաշկանդված է, դա ինչ որ անցյալով ծանրաբեռնված հոգեբանները կասեն։ Ճիշտ է, ես հոգեբանություն անցել եմ, ինձ համար շատ կարևոր է իմ մասնագիտական գործունեությունը ծավալելու ընթացքում մարդկանց հոգեբանությունը հասկանալ, թե մեղադրողի, թե տուժողների, թե մեղադրյալի, որպեսզի դու կարողանաս քո գործը ճիշտ կատարես։ Բայց այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ ինքը իր անցյալով եւ նաեւ իր անցած ճանապարհով այսօր ծանրաբեռնված նաեւ անձ է, որը խնդիրներ ունի, տեսակ երբ ինքը ինձ դատի էր տվել, այդ ժամանակ իմ հայտարարությունները ոչ միայն իրեն էին վերաբերվել, այլ նաև Աննա Հակոբյանին, չէ, չենք մոռանում, որ Աննա Հակոբյանն էլ է գնացել է Արցախ, եղել է բունկերում, ինքը ասաց, որ այո, ինքը գիտի, ինքը թույլատրել է, գնացել է եւ այլն, եւ հարց բարձրացրեցի դատարանում, սա հիմա միայն Նիկոլ Փաշինյանի հայցն է, թե Աննա Հակոբյանն էլ է իր հետ, ասացին ոչ, Աննա Հակոբյանը հայց չի ներկայացնում իմ դեմ։ Հիմա միգուցե Աննա Հակոբյանի, չգիտեմ, իրար հետ են, իրար հետ չեն, այս բազմաթիվ հարցեր կան, որոնք են պատճառները, բայց իհարկե ես հիմա ունեմ նաև իմ ներքին համոզմունքը, որ հիմնական պատճառը իհարկե քաղաքականապես մերժված լինելու այդ փաստն է, որը ինքը իրենք առնչվեցին Արաբկիր համայնքում մեր քաղաքացիների հետ, այսինքն առերեսվեցին իրականության հետ։ Եվ Անահիտ Ավանեսյանը երբ իր կողքն էր, ինքը մշտապես շփտում է, ծիծաղում է, երգում է, տրամադրությունը իր դեմքի վրա, իր վարքագծում երևում է, այսինքն բարձր տրամադրություն, դրական տրամադրություն, այս անգամ երբ նայեք Անահիտի դեմքին, Անահիտի դեմքից շատ բան կհասկանաք արդեն թիմի տրամադրության մասին եւ նաեւ իր շխախումբը բավականին նոսր, այսինքն քչականակ մարդիկ այլևս իրեն չեն ուղեկցում եւ այն ռեսուրսները, որը ինքը ունի, նույնիսկ այդ ռեսուրսները իրեն չեն կարողանում որպես շքախումբ հեղինակային ապահովեն այդ մարդկանց քանակն էլ է պակաս նոսր, այդ ամենը երևացող է, տեսանելի է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Գյումրիում պետք է հեղափոխական իշխանություն հաստատվի, չթաքցնելով, որ խորհրդարանական ընտրություններում մանդատ ստանալուց հետո Գյումրիում նոր ընտրություններ են կազմակերպելու։ Ինչու Փաշինյանը չի կարողանում հաշտվել, համակերպվել Գյումրիում ՔՊ-ի պարտության հետ եւ իր մերժվելու հետ։ Գիտեք, Գյումրին պատահական չէ,
եւ իր թե քաղաքական, թե աշխարհաքաղաքական իմաստով դա պատահական չէր, որ Գյումրիում այդպիսի ընտրությունների արդյունքներ արձանագրվեցին։ Պատահական չէ, որ մենք այսօր Գյումրի կարող ենք գնալ Երևանից ընդամենը մի ժամվա ընթացքում։ Այսինքն այս ճանապարհն էլ դա իր շնորհքը չէ, որ ճանապարհը կառուցվել է։ Սա աշխարհաքաղաքական նշանակության նաև ճանապարհ է։ Գյումրին եւ Երևանը այսօր կապվում է այդ ճանապարհով երկու կարևոր միջազգային օդանավակայաններ։ Ես Գյումրիի աշխարհաքաղաքական նշանակությունն եմ ասում։ Եվ եթե մենք հիմա հետ վերադառնանք 100 տարի առաջ, Երևանը այդքան նշանակություն չուներ, ինչքան որ Գյումրին որպես հարավային Կովկասում կամ Անդրկովկասում, ճիշտը որն է, երևի թե ճիշտը Անդրկովկասն է, ինքը շատ կարևոր նշանակության քաղաք էր Ալեքսանդրապոլը։ Եվ այստեղ միգուցե կա նաև այդ իմաստով նշանակություն եւ ռուսական ռազմաբազայի արկայությունը Գյումրիում նույնպես մենք չպետք է անտեսենք, Գյումրին արձանագրեց այդ պատկերը, որ այո, Գյումրիում ԿՊ-ն այլևս տեղ չունի։ Դա արձանագրվեց եւ լինելով Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը, դա ուղերձեր բոլորին, ամբողջ ԿՊ-ին։ Եվ երբ մենք նայում ենք արաբական այդ հեղափոխությունները, ես նրանք որպես հեղափոխություն է, որտեվ էլի ես չեմ հավատում, որ դա հանրությունը ոտքի ելավ եւ այլն։ Նրանք բոլորը սկսում էին երկրորդ քաղաքներից։ Հիմա ինքն էլ է գնացել Գյումրիից, չէ՞, այնուամենայնիվ քայլի, այսինքն այդ մոդելը աշխատած մոդել է։ Բայց այնուամենայնիվ Գյումրին ինքը իր խոսքը ասեց, որովհետև խորը մշակութային ինքը հենք ունի, պատահական քաղաք չէ, մենք Գյումրիի նման քաղաքներ չունենք, նույնիսկ Անդրկովկասում չկան նման քաղաքներ, որովհետև ինքը իր մշակութային հենքով շատ կարևոր փոփոխությունների եւ տրամադրությունները քաղաքացիների այդպիսին են։ Եվ այդ քաղաքի հավաքական կերպարը, որը մեկը մյուսի հետ այնպես չէր, որ ավականին միատար էր ընդդեմ ԿՊ-ի, բայց նրանք իրենց մեջ գտան այդ ուժը, հմտություն, իմաստություն, ճիշտ որոշում եւ փաստացի կարողացան, Երևանում մենք դա չկարողացանք անենք։ 2023 թվականին Երևանում դա չի կարողացել, թեպետ ԿՊ-ն էլի քիչ ձայն էր հավաքել, բայց իրենք այդտեղ էր բանաձևը, իրենք հավաքվեցին, ասացին մենք ավարտում ենք ԿՊ-ի պատմությունը։ Կստացվի նույնը կրկնել խորհրդարանական ընտրություններում, հաշվի առնելով, որ այո, Գյումրին ընդդիմադիր տրամադրությունների քաղաք է եւ նաեւ հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո քաղաքում տիրող տրամադրությունները։ Իհարկե հնարավոր է։ Այսինքն եթե Գյումրին արձանագրել է, իսկ 2023-ին Երևանում ինչ կատարվեց, Երևանում ԿՊ-ն էլի ձայն չի ստացել։ Եվ այստեղ հիմա էլ նույն բանը, ավելի լավ կարող է տեղի ունենալ։ Այնպես չէ, որ չի կարող տեղի ունենալ։ Ավելի արդյունավետ կարող է տեղի ունենալ, որովհետև հիմա որ տեսնում ենք ովքեր են առաջատար ուժերը, ապա հասկանում ենք, որ ավելի արդյունավետ դա կարող է տեղի ունենալ։ Եվ պետք է մենք գտնենք այդ բանալին եւ արդյունավետորեն ավարտենք այս պատմությունը, որովհետև այս նման ողբերգական պատմություն մեր ազգային այս հինավուրց ազգ լինելու պարագայում այսպիսի ողբերգական տարիներ, սա ուղղակի 120,000 մարդ այսօր, դուք պատկերացրեք 12,000 քառակուսի կիլոմետր տարածք, ինչ որ մեկը ուզենա մի կտոր հող առնի 1000 քառակուսի մետր, ինչքան պետք է վճարի, գյուղում առնի, քաղաքում առնի, արոտավայր առնի,
դրանք հսկայական գումար 12,000 քառակուսի կիլոմետր տարածք հանձնվել է։ Ինչքան գյուղ, քաղաքներ, այսինքն ամեն մեկը թող իր վրա վերցնի ու հաշվարկի, իա բնակարանը փոքր է, մեծ է, չգիտեմ դղյակ է կամ դղյակ չէ, կարևոր չէ, ամեն մեկը թող իա վրա վերցնի ու հաշվի 120,000 մարդու ինչքան վնաս են տվել։ Սա նյութական է։ Իսկ եկեք բարոյականից խոսենք, ինչքան գերեզմաններ են թողել այնտեղ։ Ի վերջո այդ հողին չէ մարդը պետք է հետագայում նաև բոլորս այդ մեր հողին պետք է հանձնվենք։ Այդ գերեզմանները, որ թողել են 120,000-ը, այստեղ գերեզման ասում է դու փոխարինվի, չի փոխարինվի։ Բայց մեր եկեղեցիները, բայց մեր սրբությունները, այսինքն այս ամենը, որ թողնվել է, դա չի կարող փոխարինվել։ Այս ողբերգության խորհրդանիշը ինքը այս բոլոր այս իշխանավորները նրանք պետք է իհարկե նրանց ավարտը պետք է ոչ միայն արձանագրվի որպես քաղաքական գործընթացների ավարտ, այլ նաև քրեորեն նրանք պետք է պատժվեն։ Դա եթե չլինի, տեսեք, այս պատմությունները կարող են կրկնվել, սա շատ կարևոր է, արդարադատությունը նույնպես կարևոր է այս մեր պատմության մեջ։ Ոչ միայն այն, որ պետք է փոխվի, այլ արդարադատությունը նույնպես կարևոր է։ Ինչ է նշանակում այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է։ Ինչ է արել Բագրատ Սրբազանը, որ հիմա գտնվում է նույն տեղում, որտեղ գտնվում է Վարդան Ղուկասյանը։ Ինչ են արել։ Ոչ մի բան, ուղղակի խոսացել են դեմ իշխանություններին։ Լավ են արել, որ խոսել են։ Դա իրենց իրավունքն է, պարտականությունն է նաև, ինչու՞ չէ, որովհետև ամեն մեկը իր հեղինակությունը ունի, պետք է դեմ խոսեն։ Սա է, ուրիշ ոչ մի հանցակազմ չկա իրենց գործողություններում։ Խոսել են եւ լավ են արել, որ խոսել են։ Դա ինչ է նշանակում Միքայել Աճապահյանին Սրբազան տանել պահել ի ասած KGB-ի պատվալներում։ Այսինքն դու կան գործողություններ կամ որոշումներ, որը դուրս են բոլոր տեղերից, դա չի ներվելու, այսինքն ինքը իր գործողություններով եւ որոշումներով անդրադարձ է տարել հայ հասարակության, հայ ազգի, ազգը դա քաղաքական կարևոր միավորն է, ինքը բոլոր ոլորտներում մուտք է գործել բացասական իմաստով։ Տիկին Փոստանջյան, Վարդան Ղուկասյանը շարունակում է Գյումրու համայնքապետ կալանքի տակ մնալ, կալանավորված մնալ, ինչ վիճակում է գտնվում նա, ինչ փուլում է գտնվում գործը եւ ինչ ակնկալիք ունեք այդ գործից առհասարակ։ Գործը գտնվում է փակուղում, որովհետեւ որևիցե մեկը չկա, որ պատկերացրեք այդ այսպես ասած կաշառքի, այսպես կոռուպցիայի բաղադրիչը ընդհանրապես չի կարողանում հիմնավորվել, որովհետև նախ այն, որ ոչ մեկից նա ոչ մի գումար չի վերցրել նախ դա, երկրորդը առաջին իսկ օրվանից, երբ այս մարդը ստանձնել է Գյումրու քաղաքապետի պաշտոնը, առաջի չասեմ մի քանի օր հետո նրա նկատմամբ սկսվում են օպերատիվ հետախուզական գործողություններ։ Եվ այս օպերատիվ հետախուզական գործողությունները որևիցե արդյունք չեն տալիս, մինչև այն պահը, որ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հոկտեմբերի 1-ին հայտարարում է, որ Վարդան Ղուկասյանին շպրտելու է քաղաքական եւ հանրային կյանքից։ Դրանից հետո նախաձեռնվում է քրեական այս վարույթը։ Եվ փորձում են այսենց ստեղից ընդեղից ինչ որ բաներ հավաքել, վարույթն իրականացնող մարմինը, եւ այդպես գործը ուղարկում են դատարան։ Դատարան եկողները որևիցե մեկը այդ ենթադրյալ այսպես կոչված կաշառք տվողը ենթադրյալ հայտնում է, որ ես ոչ մի անգամ պարոն Ղուկասյանին ֆիզիկապես չեմ տեսել, հա գիտեմ հեռուստացույցից եւ այլից, որ ինքը քաղաքապետ է։
դուք անձամբ ինչ որ ոչ մի անձամբ ոչ մի բան որևիցե անձ որ կգա ասի որ պարոն Ղուկասյանը ինձ ասել է որ կգնաս այս մարդուց այս սա կպահանջես սա կբերես սա կանես եւ այլ նման որևիցե ցուցմունք գոյություն չունի փակուղու մեջ է գործը բայց փակուղու հետ մեկտեղ այսօրվա այս գործող իշխանությունը նրա կյանքից եւ առողջությունից եւ հանրությունից գողանում է եւ առողջությունը եւ ղեկավարելու փաստորեն քաղաքը ամեն դեպքում ընտրված քաղաքապետ պետք է ունենա այդ հնարավորությունը եւ իհարկե արդարադատությունն էլ տեղի չի ունենում որովհետեւ փաստացի նա պետք է լիներ եթե նույնիսկ ինչ որ հարցեր ունեին նա չպետք է լիներ այդ բանտախցում այսինքն ակնհայտ է որ ոչ թե ցանկությունն է ինչ որ մի բան քննել այլ պատվերի ներքո տեղի է ունենում պատիժ մարդուն պատժում են Խորհրդարարական ընտրություններին հաշված օրեր են մնացել եւ ինչքան հունիսի 7-ը մոտենում է Նիկոլ Փաշինյանն այդքան իր ինքնատիրապետումը կորցնում է տեսնում ենք քարոզարշավի ժամանակ նա չափազանց վատ բառամթերքով է խոսում մարդկանց հետ թիրախավորում է արցախցիներին մարդկանց մեղադրում է այսպես ասած չզոհվելու մեջ ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այս պահվածքը ձեր գնահատմամբ եւ որպես նրան լավ ճանաչող մարդ ինչի հետևանք կարող է լինել այս պահվածքը ինքը սովոր է որ գիտեք ինչպիսի տպավորություն է որ այնտեղ ոչ թե վարչապետն է խոսում այլ այն 2007 այդ թվականների այն 2007 թվականին ինքը իմպիչմենտ էր չէ անում այդ ժամանակ ես նրա հետ առաջի անգամ հանդիպել եմ նորից իմ պաշտպանյալների հետ առնչության ժամանակ, այսինքն ես իրեն չեմ ճանաչել, որովհետև ինքը ինձ մեղադրում է էլ 1996 թվականի մեջ, էլ 2003 թվականի, 4 թվականի, 90 չգիտեմ որ թվականների մեջ, բայց ես այդ ժամանակ ընդհանրապես քաղաքականության հետ որևիցե իհարկե հասկանում եմ, հետևել եմ, այնպես չէ որ ապա քաղաքական մարդ եմ եղել, բայց իրեն ես չեմ իմացել։ Ես իրեն իմացել եմ առաջի անգամ նորից որպես փաստաբան, առնչվելիս իմ պաշտպանյալի իրավունքների հետ առաջի անգամ տենց եմ հանդիպել։ Հետո, երբ ես արդեն ներգրաված էի քաղաքականության մեջ եւ որպես падգամավորի տեխնացու ժառանգությունից 2007 թվականին մասնակցում էի ընտրություններին, ինքը իմպիչմենտ էր այդ ժամանակ քարոզում, այսինքն իր քաղաքական այդ պլատֆորմը դա էր, որ մասնակցում էր։ Այնպիսի տպավորություն է, որ ինքը այդ իմպիչմենտի իա քարոզն է անում, այսինքն ինքը իան է հիմա իմպիչմենտ անում։ Այսինքն այդ Նիկոլին եմ ես տեսնում։ Հասկանում եք, ինքը նա հիմա պետք է գա, ոչ թե որպես այդ իմպիչմենտի Նիկոլասի, որ սրան կպատժեմ, նրան չգիտեմ ինչ կանեմ։ 8 տարի է նույն բանն է։ Այդ խոսքերը ասելու, այդ դա ինքը ինձ հիշեցնում է այդ Նիկոլին, այսինքն դա նա չի անդրադառնում որպես վարչապետ ինքը ինչ է արել եւ ինչ է պատրաստվում անել, այլ ինքը հիշեցնում է ինձ այդ իմպիչմենտի, ինչ որ իմպիչմենտ, որը չանցավ։ Հիմա նույնն է, չի անցնելու։ Այդ իմպիչմենտի Նիկոլը չի անցնել, ինքը հիմա իան է իմպիչմենտ անում եւ չի անցնելու։ Իսկ հավատում եք, որ այս ընտրություններով հնարավոր է իշխանափոխության հասնել։ Ամեն ինչ էլ հնարավոր է, իհարկե հնարավոր է։ Ամեն ինչ էլ հնարավոր է, ոչ մի բան չի կարելի բացառել։ Նույնիսկ այն արտաքին աջակցության պայմաններում, որ ունի Փաշինյանը, մենք տեսանք ԱՄՆ փոխնախագահ Սահական Ֆիդան, Մակրոն, մենք դեռ կասկածներ ունենք։ Ով է հյան աջակցել, ով չի աջակցել։ Ինքը իր այդ տագնապը, որ չունի նաև աջակցություն, դա արտահայտեց այս քանի օրերի ընթացքում Մակրոնը դա այլևս հեռացող նախագահ է։ Ես չգիտեմ դուք որքանով եք տեղյակ, ես նաև Ֆրանսիայի հասարակության հետ շատ սերտ շփումներ ունեմ։ Ես նաև իրենց տրամադրությունները գիտեմ, այսինքն Մակրոնը եկել էր վերջի
որպես նախագահ իր այստեղ նաև տեսակ ինչերով էր զբաղված, այսինքն ոչ թե եկել էր գործնեության ինչ-որ իմաստով, այլ հանգստի վայելքի իմաստով էր եկավ, վայելեց գնաց, այո, թող վայելի ոչինչ, Ֆրանսիան մեր բարեկամ ժողովուրդն է, ֆրանսիացիները մեր բարեկամ պետությունն է, մենք սիրում ենք ֆրանսիացիներին, այնպես չէ որ չենք սիրում, բայց Մակրոնը արդեն իսկ ավարտված նախագահ է, չմոռանանք, որ աշխարհը նաև առաջնորդվում է ոչ մի քանի ստանդարտներով, նույն Եվրոպայի խորհուրդը, դա է չմոռանանք, մենք դրանց հետ այլևս բավական երկար տարիների փորձ ունենք, գիտենք այնտեղի նաև խավիարային դիվանագիտությունը, գիտենք ինչ հարցեր են լուծվում այնտեղ, այնպես որ ոչինչ չենք մոռանում, սթափ ենք լինում, գնահատում ենք իրավիճակը, հույսներս դնում ենք մեր վրա, մեր ուժերի վրա, բազմաթիվ քաղաքական միավորներ են մասնակցում, ունեն մեր քաղաքացիները լայն ընտրության հնարավորություն եւ ունեն բավականին այլևս նաեւ փորձ առնչվելու Նիկոլ Փաշինյանի եւ այս ԿՊ-ի հետ, փորձը իրենց պետք է հուշի այն բոլոր բացասական հետևանքները ընդཐུպ միջև ցեղասպանություն եւ հայրենիքի կորուստ, որը թակել է մեր դուռը, հետեւաբար այստեղ երկրորդ կարծիք չկա, առանց անկախ նայած ով ուզում է աջակցի, այսօր մենք պետք է մենք ինքներս մեզ աջակցենք եւ ունեն այդ հնարավորությունը, իսկ Գյումրին իրենց օրինակ, այնպես չէր որ Գյումրիում այնտեղի ուժերը ովքեր որ հավաքվեցին եւ ընտրեցին Վարդան Ղուկասյանին օրինական կարգով գիտակցված քվեով ընտրեցին որպես քաղաքապետ, նույնը կարող են արձանագրել ամբողջ հանրապետությունում բոլորը։ 19 ուժ է մասնակցում դրա պայքարին, կան ուժեր, որոնց դուք ինքներդ աջակցում եք։ Գիտեք, բոլոր նրանք ովքեր որ ռեալ խոչընդոտ չէ, ամեն ջանում են, որպեսզի Նիկոլը չընտրվի, ես բոլորին էլ աջակցում եմ։ Պարտվելու դեպքում Տիկին Փոստանջյանին չեք կարծում Նիկոլ Փաշինյանը խաղաղ եւ անցնցում ճանապարհով կհեռանա։ Ինչ պետք է անի։ Ինչ պետք է անի։ Ո՞վ է։ Ճանաչում եք իրեն, ինչ կարող է անել։ Ոչինչ։ Այլևս ինքը իր այդ վախերը ցույց է տալիս։ Չեք զգում, որ ինքը իր պատկերացրեք ինքը ինձ անդրադառնում է ինչ կոնտեքստում։ Այսինքն դա վախի զգացումի մասին է խոսում։ Ինքը բժշկուհուն ինչպես է բժշկուհու հետ շփվում, ակնհայտ է, որ դուք պատկերացրեք, երբ արդեն բժշկուհին հեռանում էր, ինքը հետևից գնում է, ձեռքից քաշում է, ուզում է խոսել, այսինքն սա խոսում է իր անճարության մասին, երբ դու իր տագնապի մասին, իր նյարդային վիճակի մասին, սա դա պատահական չէ, դա այդ մի տեսարանից արդեն ամեն ինչ պարզ է, եւ հետո ինքը ես օրեր առաջ մի հայտարարությամբ մենք հանդես եկանք, որ ընդհանուր որն է մեր դիրքորոշումը այս քաղաքական իրավիճակի վերաբերյալ մեր կուսակցության անունից, ես եւ մերոնք իրեն նմանեցնում ենք հայտնի մուլտը որ կար թրջող այդ ճամփորդող գորտի հետ կապված ինքը հիմա տեսեք այդ իր մեծամտությունը որ բարձրացել է, չէ, վերև էր բարձրացրել։ Ինքը թրջել չգիտի, բայց իրան թրծրել էին։ Ինքը ուզում ասի, որ այնտեղ ներքևից որ տեսնում են ով է, ինքը բղավում է, բաց է թողում ու վայր են գնում։ Հիմա ընկել է։ Այլևս նա հատակին է։ Հիմա դրա համար պետք չէ վախենալ, հանգիստ, շատ առանց նյարդային ինչ որ ինքը չունի ոչ քվե ունի, ոչ հնարավորություններ ունի։ Հանգիստ պետք է մեր քաղաքացիները
հատկապես քաղաքում բնակվողները, երևանցիները գնան ընտրությունների, մեծ հնարավորություն ունեն ընտրելու, տարբեր մարդիկ կան, տարբեր, բոլորին կարելի է ճանաչել իրենց ապրած կյանքով, այսինքն եւ հեղինակավոր մարդիկ կան, եւ նախկիններ կան, թող դնեն համեմատեն, ինչ են ուզում ի վերջո, սա է այն ձևաչափը, որը իրենց հնարավորություն է տալու վաղը իրենց վարքագիծը պայմանավորելու մեր պետությունում ապրելու հետ։ Այդ հնարավորությունն է, իրենք պարտադիր պետք է գնան նախ, որովհետև դու եթե քաղաքացի ես, հարկեր ես վճարում, այս կանոններով ապրում ես, պետք է պարտավոր ես գնաս եւ կատարես ընտրություն։ Հիասթափված ես բոլորից, դա նույնպես ընտրություն է, դա է կարած, բայց գնա, որովհետև դա քո պարտականությունն է, որովհետև դու ամեն օր այս պետության մեջ կատարում ես որոշակի գործողություններ, նույնիսկ երբ դու հաց ես գնում, այդ հացը ուտում ես, այդ գումարը, որ վճարեցիր, դրանց հարկեր են գնում այս պետության, դու մասնակցում ես, հետևաբար դու նաև պետք է մասնակցես, թե ով է այդ հարկը, ինչ ձև կառավարում, ուր է գնում այդ հարկը, ի վերջո քո գրպանը այս 8 տարիների ընթացքում մտան, քո գույքահարկը բարձրացրեցին առանց հիմնավորումների աստղաբաշխական գումարով, քո գրպանդ մտան այդպես, քո հայրենակից եղբայրներին եւ քույրերին, քո հայրենիքը, որից դու ստանում ես եկամուտ 12000 քառակուսի կիլոմետրը հանձնել են թշնամուն, էլի տարածքներ են հանձնել, քո սրբությունները դու չես կարող գնալ եկեղեցի, Դադիվանք, Գանձասար, Ստեփանակերտում եւ այլն, դու չես կարող գնալ, դա հանձնել են, քեզանից դա վերցրել են, խլել են, գողացել են, քո դատարան դիմելու հնարավորությունը պետական տուրքը 3-4 դրամը դարձրել են 20-30 հազար դրամ, նայեք ինչքան են բարձրացրել, քո գրպանն է, փոխանակ քեզ դատարան դիմելը դարձնեին մատչելի, դու քաղաքացի ես, որտեղ պետք է գնաս քո իրավունքները պաշտպանես, ի վերջո դատարան, դա քեզանից տարել են, բանտերը նայեք, բանտերում աննախադեպ մահվան դեպքեր, սա ինչ է նշանակում, 5000 զոհ, սա ինչ է, այսինքն դու պետք է հաղորդակից լինես, առնվազն գնաս մերժես այդ օրը, այդ ընտրության օրը, սա է, այդ ձև մենք չունենք հիմա այլևս թագավորական ղեկավարում, պետականության վարչարարություն, որ թագավորին են ժառանգաբար փոխանում, սա է, հիմա դու պետք է այդ կառավարման մոդելի մեջ քո պահանջները ներկայացնես, դա ընտրությունն է, եթե ուզում ես այդ ձևը Ամերիկայում մեր է այդպես անընդհատ գնում են, ճիշտ է, այնտեղ էլ բերում են, չգիտեմ ում ընտրություններով, ում են բերում, այո ամբողջ աշխարհում է այդպես, բայց այնուամենայնիվ այս պարագայում այսօր սա է մեզ թողնված, որից մենք պետք է օգտվենք։ Շնորհակալ եմ Տիկին Փոստանջյան զրույցի համար։ Իմ հյուրն էր Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Կհանդիպենք։